Հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ օրինաչափի տաղավարում, եթերում հարցեր փաստաբանին հավելվածն է։ Այսօր եւս պատասխանելու եմ ձեր հնչեցրած հարցերին, եւ այսպես, առաջին հարցը։ Հարգելի պարոն Գրիգորյան, իմ տան բաժնեմասն ուզում եմ ժառանգություն թողնել որդուս։ Ինչպես կարող եմ ձևակերպել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյոք պետք է նոտարական գրասենյակ գնել։ Կարող եք տան ձեր բաժնեմասը կտակել ձեր որդուն։ Կտակը կազմվում է նոտարի կողմից, ուստի պետք է ներկայանաք նոտարական գրասենյակ, անհրաժեշտ է ներկայացնել անձահաստատող փաստաթուղթ, տան սեփականության իրավունքի վկայականը, անհրաժեշտ կլինի նաև նոտարական ծառայության համար վճարել համապատասխան գումար, ընդ որում կտակելուց հետո ցանկացած ժամանակ կարող եք փոխել կամ վերացնել կտակը։ Կտակը կազմելիս ձեր որդուն ներկայությունը անհրաժեշտ չէ։ Եթե շահագրգիռ անձի տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելուց հետո ոչ ավելի քան 3 աշխատանքային օրվա ընթացքում նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս նոտարական տարածքում դիմումին անհրաժեշտ է կցել նաև բուժ հաստատության տված համապատասխան փաստաթուղթը, որը տեղաշարժման, սահմանափակման կամ անօգնական վիճակի մասին փաստում է։ Հաջորդ հարցը։ Խնդրում եմ պատասխանել, ամուսնալուծությունից հետո ամուսնուս պատկանող բնակարանից ինձ ինչ բաժին է հասնում։ Ամուսնացած ենք շուրջ 16 տարի, ունենք 2 անչափահաս երեխա։ Եթե բնակարանը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում, խոսքը վերաբերվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում, այսպես կոչված ԶԱԳՍ-ում գրանցված ամուսնության ժամանակահատվածին, ապա այն համարվում է ձեր եւ ձեր ամուսնու համատեղ սեփականությունը, անկախ նրանից, թե ում անունով է ստացել պետական գրանցում կադաստրի կոմիտեում կամ ով է վճարել այդ բնակարանի դիմաց։ Բացառությունն են այն դեպքերը, երբ ձեր ամուսինը բնակարանը ստացել է նվեր կամ ժառանգություն, սակայն եթե բնակարանը ձեր ամուսինը ձեռք է բերել մինչև ամուսնություն, ապա դուք որևէ սեփականության իրավունք չունեք նշված բնակարանի նկատմամբ։ Հավելեմ, որ համատեղ երեխաների առկայությունը նշված դեպքում որևէ նշանակություն չունի։ Երրորդ հարցը։ Որդիս 27 տարեկան է, 15 տարեկանում մեկնել է Միացյալ Նահանգներ։ Այժմ ցանկանում է ձեռք բերել ՀՀ անձնագիր։ Ինչ եղանակով է դա հնարավոր։ Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալուց հետո բանակ չի զորակոչվի։ Անհրաժեշտ է նախ պարզել այն հանգամանքը, թե ձեր որդու նկատմամբ պարտադիր զորակոչից խուսափելու հիմքով նախաձեռնված չէ արդյոք քրեական հետապնդում եւ արդյոք նրա նկատմամբ հայտարարված չէ հետախուզում, թե ոչ։ Եթե քրեական վարույթ նախաձեռնված չէ ՀՀ-ում, ապա կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Հարկ է նշել նաև, որ օրենսդրական փոփոխություն է կատարվել նշված հարցի կարգավորման նպատակով։ Պարզ ասած, այն քաղաքացիները, ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում եւ 12 փետրվարի 2024 թվականի դրությամբ 27 տարին լրացած է եղել, ապա կարող են մինչեւ 37 տարին լրանալը իրենց ցանկությամբ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 24 ամիս ժամկետով։ Նաեւ Այն քաղաքացիները, ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում եւ 12.02.2024 թվականի դրությամբ 27 տարին լրացած է եղել, կարող են պարտադիր զինվորական ծառայություն անցնել մինչև 12 ամիս ժամկետով, ՀՀ պետական բյուջե վճարելով 2.500.000 դրամ, կամ 6 ամիս ժամկետով ՀՀ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, կամ 1 ամիս ժամկետով ՀՀ պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ։ Եթե չունեն սույն օրենքով սահմանված շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Հաջորդ հարցը։ Հարգելի փաստաբան, ժամկետային զինծառայողին ինչքան արձակուրդ է հասնում եւ ինչ ժամկետներում։ Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ, ոչ պակաս քան 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում։ Զորամասի հրամանատարի կողմից օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն։ Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է հաշվի առնելով զորամասի զինվորական կառավարման մարմնի
մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը։ Հիմնական արձակուրդ տրվում է շարքային կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին 10 օրացուցային օր։ Լրացուցիչ արձակուրդ կարող է տրվել զինծառայողներին 5 օրացուցային օր տևողությամբ զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար, խրախուսման կարգով նաև։ Ընտանեկան պայմաններից ելնելով զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ, ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքում։ Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տալու դեպքում տրվում է նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ մինչև 2 օրացուցային օր ընդհանուր ժամկետով։ Եվ վերջին 5-րդ հարցը։ Մի ընկերության պատվերով ստեղծել եմ թվային հավելված բջջային հեռախոսների համար, ինչպես կարող եմ պաշտպանել հեղինակային իրավունքներս և համոզված լինել, որ այդ ընկերությունը չի փոխանցի իմ ստեղծած հավելվածը երրորդ անձի։ Դուք կարող եք սահմանված կարգով հայտ ներկայացնել Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ նշված բջջային հավելվածի նկատմամբ հեղինակային իրավունքը գրանցելու համար։ Այլընտրանքային տարբերակ է դիմել Հայ հեղինակ հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն, որը կարող է հաշվառել ձեր հեղինակային իրավունքը։ Ձեր և ձեր նշած ընկերության միջև կնքված հեղինակային իրավունքի օգտագործման պայմանագրով պետք է ամրագրված լինեն ձեր հեղինակային իրավունքները, ընկերության պարտականությունների շրջանակը, ձեր ստեղծած բջջային հավելվածի օգտագործման պայմանները, դրանք այլ անձանց փոխանցելու սահմանափակումները կամ արգելքը։ Պայմանագրում անհրաժեշտ կլինի նման սահմանափակում նախատեսել, որ առանց ձեր գրավոր համաձայնության ընկերությունը իրավունք չունենա բջջային հավելվածը փոխանցել երրորդ անձի կամ թույլ տա օգտագործել այն։ Հարգելինս, այսօրվա համար նախատեսել է այսքանը, գրեք ձեր հարցերը մեկնաբանություններում և իհարկե սեղմեք բաժանորդագրության կոճակը, մի խախտեք օրենքը, բայց և իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media-ի եթերում։